Թարգմանչած տոնին նվիրված յուրօրինակ միջոցառում է կազմակերպել Armenian Language Arts կրթօջախի 3-րդ պետասարանի ուսուցչուհի Աննա Ավետիսյանի կողմից, որում ընդգրկվել են դպրոցի աշակերտները և մանկավարժները։ Նրանք կարդան տարբեր բարբառներով ստեղծագործություններ։ Յուրաքանչյուր հայ մարդ, մեծահասակ թե դպրոցական գիտի Մեսրոպ Մաշտոցի և Սարհատ Պարտևի անունները։ Նրանք անվանվել են Սուրբ Թարգմանիչ վարդապետներ։ Սուրբ Թարգմանիչ են անվանվել նաև նրանց աշակերտներ Եղիշեն, Եզնիկ Կոպածին, Մովսես Խորենացին, Կորյունը, Դավիթ Անհախտը, Ղազար Փարպեցին և ուրիշներ։ Թարգմանչած տոնը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 7 ընկած ժամանակահատվածում։ Տոնի օրը հազարավոր մարդիկ են հավաքվում Մոշագան գյուղում և մեծ հանդիսավորությամբ նշում թարգմանչած տոնը։ Այստեղ է թաղված Մեսրոպ Մաշտոցը։ Նրա գերեզմանը գտնվում է Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խորանի տակ։ Մաշտոցի գերեզմանը սրբազան ուխտավայր է բոլոր հայերի համար։ Մոշագանում է գտնվում նաև հայոց այբուբենին նվիրված հուշարձանը և տառերի պուրակը։ Թարգմանչած տոնը հայ ժողովրդի ազգային եկեղեցական տոներից է։ Այն խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչած շարժումն ու հայ դպրոցյան սկիզբը։ Հայկական դարավոր գրականությունը սկսվում է 5-րդ դարից, Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ։ Նրանք են համարվում հայերեն գրերի կամ այբուբեն ստեղծողները։ Հայերեն գրերից առաջ գոյություն ուներ ժողովրդական բանահյուսություն, այսինքն գուսաները, հեքիաթները ու պատմությունը, բանավոր պատմելով փոխանցում էին սերունդ սերունդ։ Գուսանների երգերից մեզ են հասել գողթան երգերը, որոնք պատմում են հայ հեթանոս աստվածների, քաջ արքաների և իշխանների կյանքի մասին։ 405 թվականին հայոց թագավոր Վռամշապուհի և կաթողիկոս Սահակ Պարթևի հանձնարարությամբ հայ մեծ գիտնական Մեսրոպ Մաշտոցը կազմեց այն ժամանակվա հայերենի հնչյունային համակարգին համապատասխանող հայոց այբուբեն։ Հայոց այբուբեն ուներ 36 տառ, իսկ բազմաթիվ դարեր հետո նրա վրա ավելացան ևս 3 օ և ֆ։ Հայերեն գրերի շնորհիվ Հայաստանում ծաղկեց ու զարգացավ գրականությունը և լուսավորվեցին հայ ժողովրդի միտքն ու հոգին։ Գրերի գյուտից անմիջապես հետո Սահակ Հայրապետն ու Մեսրոպ Մաշտոցը սկսեցին Աստվածաշնչի թարգմանությունը։ Հայերեն լեզվով գրված առաջին նախադասությունն էր ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ հանճարների գործերը։ Այդ յուրահատուկ թարգմանությունը իր ճշգրտության համար հետագայում գիտնականներն անվանեցին Թագուհի թարգմանության։ Մեսրոպ Մաշտոցը և նրա աշակերտները ողջ Հայաստանով բացեցին դպրոցներ և սովորեցրին մեր այբուբենը մեծերին ու փոքրերին։ Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզուների խմբին։ Լեզվաբանները համաձայնվում են, որ հայերենն ունի 5-ից 6000 տարվա պատմություն, գտնվում է զարգացման բարձր մակարդակի վրա և նրանով կարելի է արտահայտել գիտության և արվեստի ամենաբարդ մոտեցումները։ Ժամանակի ընթացքում առաջացել է աշխարհաբառը, որով գրված առաջին ստեղծագործությունը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանինն» էր։ Աշխարհաբառը բաժանվում է երկու ճյուղի՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ Գրական հայերեն այժմ հիմնված է արարատյան կամ Երևանի բարբառի վրա, իսկ արևմտահայերեն պոլսի բարբառի։ Այժմ մեր սիրելի մանկավարժները կկարդան հատվածներ գրաբարից, արևմտահայերենից և տարբեր բարբառներից։ Նորից ինչպես
Մոկ վասպուրականի բարբառ Հայր մեր երկնավոր, Սուրբ Լաքուանու, հային երկրավոր տուր արքայություն, ամեն բանի մեջ քու կամքը թող լա, միայն թե հայը լուծի տակ չի լա, ոչ չոր, ոչ կակուղ հացըտ մենք կուզենք, միայն տուր ամեն հայի ձեռքը զենք, չենք խնդրիլ թողնել մեր անձանց պարտքը, թեք վերցուր դուշմնի խայտարակ հարկը, գլորեմ ես Աստված մարտի փորձության, որ շուտ ազատվի ազգդ քո հայկյան։ Քեզ թվում ու քեզով ես հիացած հպարտությամբ եմ լցում հին հայերենով գրաքարով 12 դարի հեղինակ Ներսես շնորհալու Առավոտ լուսո բանաստեղծությունը։ Առավոտ լուսո, արեգակն արդար, արի լույս ծագյա։ Բխումնի հորե, բխյա հիոքվույս, բան քեզի հաճոյս։ Գանձդ ողորմության, գանձից ծածկելոյ, գտող զիսարա։ Դուրն ողորմության, դավանողիս բաց, դասեցով վերնոցն։ Երերակ միություն եղելոց խնամող և ինձ ողորմյա, զարդիր տեր, հույոքնել, զարդոզ թմրերացս, զվարդնոց նմանիլ, էդ հայրան սկիզբն էակից որդի, էմիշտ սուրբ հոգի, ընկալ զիս գթած, ընկալ ողորմած, ընկալ մարդասեր, թագավոր փառած, թողության ընց տվող, թող ինձ զիյան ցանցած, ժողովող բարյաց, ժողովյա և զիս, ժողով սանդրանկած։ Նահապետ Քուչակ, հայրեններ, ուր էիր, ուսկից եկար, քան զամեն ծաղիկ դու պայծար, եկիր զիհոքիս մտար, չես իտար պահիք մի դաթար, սրտիս մեջնի ժուր եկար, ելնելու ճարակ չգտար, զարկիրի գլխուս վերա, աչերուս ի վար թափեցար, ես շեֆթալուի մուրջ էի, ապարաշ քարին բուսնեի, Եկին, քաշեցին, տարին, զիսայլոց այգին տնկեցին, շաքարն ալ շերպատ հարին, ու բերին ինձի ջրեցին, եկեք, զիս տեղը տարեք, ու ձնան ջրով ջրեցեք։
բարոժան, անդաստան, արևելյան կողմ աշխարհի խաղաղություն թողլա, ոչ արյուններ քրտին խոսի, լայն երակի մեջ ակոսի, ու երբնչե կոշնակն ամեն յուղակի օրհներկություն թողլա, արևմտյան կողմ աշխարհի վերյություն թողլա, ամեն աստղեցող կայլակի ու ամեն հասկ ծուլևոսկի, և ոչխարներն երսարի վերա արածին ծիլ ու ծաղիկ թողլա, հյուսիսային կողմն աշխարհի առատություն թողլա, ոսկե ծովուն մեծ ցորյանին հավեկ լողա թող գերանդին, ու լայն անվարն աղուններում երբացվի բերկրություն թողլա, հարավային կողմն աշխարհի պտղաբերում թողլա, ծաղկի մեղրը փետակներում, հոսի գինին բաժակներում, ու երբ թխեն հարսերը հացը բարի, սիրերգություն թողլա։ Վահան Թեքեյան Կանձրև է տղաս Կանձրև է տղաս Աշունը թացել Թաց աչքերում պես խեղճ խապված սիրուն Պատուհանն ու դուռը գնա գոցե և դեմս եկուր նստիլ վեհագույն լուրության մեջ Կանձրև է տղաս Կանձրև է երբեմն հոգիդ մեջալ Կմսի սիրտդ և կդողդողաս Խորհելով պայծառ արևին անցյալ, դրաննը ներքև գոց ճակատագրին, բայց կուլաս, տղաս, մութին մեջ հանկարծ ծանր արցունքներ կգլորին վար, լաց անմեղության արցունքը անդարձ, լաց, չգիտնալով խեղճ, անգետ տղաս, խեղճ կյանքը որսին, լաց, որ մեծնաս։ Արցախի բարբար, հորովել, իրիքնակը տյուս է եկալ, տանս իրա լույս է եկալ, սորմին կորևեր վարանին, գիդա սրտես հյուս է եկալ, հրնե ապան նինա կայլել, դարդը սրտեն տենա կայլել, էթի բյուրդան բոյ կշեցեր, դարդը սրտան տեն կշեցեր, են հենք խուխեն մծտուվս, կլխտակ ես բերցը տուվս, այսքան զուլում դարդին մաչին, դալվես կահնած քրծը տուվս, հորա հո, ապան մատաղ, ապուն դալու կուջիր հոտաղ, հորա հո, բարբարով, խելք ծախողի հեքիաթը, ըլներ չի
եղբայրներ, մթագավորը լներ։ Մի օր այս թագավորը տուսիկյալ ման կյալուլի քաղաքի մեջ, որ տսնե, թե ինչ կը չկը։ Մեկ էլ տսնել մդուքյանի ճակատին կիրացի։ Խելք եմ ծախել։ Խելքը դոր կծախվի, մտնել ներս։ Այ դուքան չի ասել, դուս որ խելք ես ծախել, թե հա, թագավորն ապրած կենա խելք եմ ծախել, դե ինչքան ես ասել, թե 50 ոսկի, արքոնը 50 ոսկի, ասել թագավորը, դե դու տանեմ խելքը, քել ասել, կանուխ կիկյաս կտանես։ Այդ օրվնեն այս թագավորը սովորությունի անել նստի, թե կայնի, ուտի, թե խմի, ասել ու ծղզալ, ինչ որ անելու ես, մտածելով ար։ Այդ օրը թրաշողը իկյալ, որ թրաշի, այս թագավորի միտը ընգնյալ իրա սիրած խոսքը ու ծղզալ։ Ինչ անելու ես, մտածելով ար։ Ատե թրաշողը ընգնիլ թագավորի ոտերը, թե ես մեղավոր չեմ, սաղ քո կնիկն ու վեզիրն են արել, սաղ պատմել, թագավորն իմանալ, հրամայել, որ կտրեն ըտանց կլոխները։ Թագավոր ըննել հետալ ծախուղի մոտը, մը խայիլ ոսկել տար, ասել, իսկականից, որ ճիշտ ես, ասել, քո ծախած խելքը շատ մարդկանց կօգնի, ու թող մարդիկ սովորեն ու հիշեն, որ մեր բան անել են առաջ, պիտի լավ մտածեն։ Հովհաննես Թումանյան, հատվածներ Գիփոր պատմվածքից։ Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր եկել։ Համբոն ուզում էր իր 12 տարեկան Գիփորին տանի քաղաք մի գործի տա, որ մարդ դառնա աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։ Չեմ ուզում, իմ փորփա երբին են անիրավ աշխատումի գցի։ Չեմ ուզում, գալիս էր կինը, բայց Համբոն չլսեց։ Իմ դառն էր էնա աղա ջան, որ մի մարդ դառնա, լեզու սովորի, գրիլ կարդալ սովորի, նստիր վեր կենալ սովորի, մարդ ճանաչի, որ աշխարհքում ինձ նման խեղճ ու զուտ չմնա։ Ինքն էլ աչքաբաց երեխայ է, մեր եղած շկոլումն էլ գրաճանաչել է, գրի սևն ու սպիտակը ջոկում է, ամա աղաչանքս էնա, որ լավ մտիկ անե, բարի երեխայ է, փորփայ է։ Բարբար Գաբրիել Սունդուկյան Պեպոյի մենախոսությունը։ Գնա Պեպո, գետինը լտել, բարտի գուտներում կաչարը, նրանց վուտից յիղը լտել, ովից տունդ, ինչից տունդ, ինչ մաղթա ես աբունիս, ինչ անում ունիս տունդ, իպոր բուտի, պիտակը կուպեցնի, վրետ կումանգարդ, գետվի հիտ կուհարություն, ինչ հաջատ, ճյանչվելի վրա ինչով ես աղել, դու հո մարդ չի, մարդ կերանց ամա կերակուրի ստեղծի թեթավ, գիշիրը թարթրվին,
թերը կչարչրվի, գիրգնքի տակը լուսած, անձրվի ու քամուվի կրիվկը, ձմերը սրտամեն կոնկորնա, ամարը արեգատի շուկումը էրվի ու կորովի, գնա, են այս մետ թիքա հաց ճարը, այս թիքա հացը դեդի դուք թվիրը, մարդի ուզում գա, կեհեր մարդիկ կութալնեիր, գողություն կորնեիր, ինձ նման խղճերում ուզբնեիր, 25,000 տիղարեն արտասուկ կութապիր տեիր, են արտասուկիրը հուկ կուշունեիր ու են փողովոսկետ տնիր։ Մուշի բարբար Եբ տան պատեր զիմհեր շարեց, մերը սսեց թունդիր լբեր, մեջ մրտանը թունդիր թաղեց, փշուր մրգիր մրտան մեջ էր, ու բոցկի դեր վարման թունդիր, մուխ էր տգեն գերներ երկինք, ասես երկունք կապրեր կարմիր, վահագնացիկ մի եղեգնիկ, ու եբ կրակ կհանդարտեր, կշնշլեր մարմարելեն, Թունդրա կողքին էրգեն լոշեր, մանրիկ կբողբոջեն։ Թունդրա շուրթին հացոր ներքեր, հացի երքեր ու հացի պար, ասպած զինքն է կողոդ վդեր, օրհնանք գիտեր հացին արդար։ Լավաշ հոդի բուրվագի խունգ, զիմմոր ձերքներ կպուկ արդար, մեջ թունդրին սիրտ էր թաղուկ, զոր մոքրի տակ լուր կծխար։ Կարոտ ինչ մրմուր է, մզի չկեր թիկունք պահով, հայի բաղթ ուր աստծու դուրի, են գաղ ձգուկ մրջան փրգինք, հոգին գացեր երկրի մեջ, առանց հոգի իմալ բալիկ, վիզ մեր ծռուր, անտեր ու խեղջ, վինաս լաով, ինչ կարոտ, օջախի ծուխ մր հողը ջուր, մգա իմ սիրտ մացե յարոտ, շամփայ դարավ մեր տուն ու դուր, ասպած թուրքին չճանչներ, ինչ իմանար, շուն էր, գել էր, զինք էլ ձգուկ շատ կամ չներ, որ թուրքի է աշխար բերել։ Մրհան դու դաշտ, լեր ու զորեր, անդեր մացած մրսիրիմներ, մրավերակ վանք ու մադուր, մրփանք մացած մհերիդուր, քանի գնաց հայ խլսավ, իմալ տանին կեզ դարդուցավ, ջուապ տարեք են մհերին, հերիք մնա թուրքի գերին, խոր գցել է մեր հին յարեն, թիս դուս գա ագրավ քարեն, ցորեն եղեք հնձ մասուրմի, ու գարուն լեք հնձ ընգուզմի, Վիրկը սպասե ենտեղ նստուկ, քուրկի կիրձին դորի կաբուկ, օսյատ չունի ուր հեր դավթին, սուրկը բեր է արտարութեն,
թե ուր երկրեն արդար տերը, արդարութեն թոզիս բերը։